Առաջին սերնդի Ֆաթահ հրթիռների օգտագործմամբ իրական խոստում 3 ռազմական գործողության 11-րդ տարիքը նշանավորում է սիոնիստական բանակի առասպելական օդային պաշտպանության ավարտի, սիոնիստ չարագործների շփոթության եւ ինքնաոժնչացման սկիզբը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարություն է արել, շնորհավորելով ավիատիեզերական ուժերի հրամանատարներին եւ հավատարիմ մարտիկներին։ Իրանի ռազմական վերնախավը հայտարարել է, որ գիշերվա հրթիռային հարվածը ցույց է տվել, որ Իրանն ամբողջությամբ վերահսկում է թշնամու օդային տարածքը, որի բնակիչները լիովին անպաշտպան են հրթիռային հարվածների դեմ։ Մինչև հիմա իրականացրած գործողությունները նախազգուշացման ու զսպման նպատակ են ունեցել։ Շուտով կսկսվեն պատժիչ գործողությունները։ Օկուպացված տարածքների, մասնավորապես Թել Ավիվի եւ Հայֆայի բնակիչները զգուշացվել են, որպեսզի լքեն այդ տարածքները, իրենց կյանքը փրկելու եւ Նեթանյահուի կենթանական ցանկությունների զոհը չդառնալու համար։ Իրանի ռազմական գործողության վերջին փուլում հրթիռների 3 խոշորամասշտաբ արձակում է եղել իսրայելական բանակի ավիաբազաների ուղղությամբ, որտեղից սիոնիստական կործանիչները թռչում են դեպի Իրանի տարածք։ Հարվածներ են հասցվել այն ավիաբազաներին, որտեղից սկսվել է սիոնիստական ռեժիմի անամոթ ագրեսիան Իրանի տարածքի դեմ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է ինտենսիվ գրոհները լինելու են անդադար։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանական հրթիռները որսալու համար Իսրայելի հոբ համակարգն աշխատել է ամբողջ գիշեր։ Արկեր են արձակվել ոչ միայն Թել Ավիվի ու Հայֆայի, այլև Երուսաղեմի ուղղությամբ։ Բալիստիկ հրթիռների թիրախում են եղել Իսրայելի պաշտպանության նախարարության շենքը եւ Մաոր ավիաբազան։ Հարվածներից տուժել է ավելի քան 90 մարդ, ավերածություններ, որոտացել են հուշկու պայթյուններ, բռնկվել են հրդեհներ։ Պատերազմի 6-րդ օրը Ցախալը կործանիչներով թիրախավորել է ոչ միայն Իրանի մայրաքաղաքն ու այլ բնակավայրերը, այլև թշնամու ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները։ Հարվածներ են հասցվել Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության կայանին եւ զենքի արտադրության օբյեկտներին։ Իսրայելը վերսկսել է Իրանի պետական հեռուստաընկերության շենքի հրթիռակոծությունը, նորից հրդեհ է բռնկվել։ Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հոդս է ցնդում տարածաշրջանում անվտանգության ու հետախուզության ոլորտում Իսրայելի գերիշխանության համբավի մասին առասպելը։ Չնայած թշնամու ծանրակշիռ պաշտպանական կարողություններին, որոնք լիովին ստանում են ամերիկացիների ու մյուսների աջակցությունը, մեր ճշգրիտ ու կառավարվող հրթիռը հարվածել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ հետախուզության կենտրոնի սրտին։ Սա խոսում է նրանց անկման մասին։ Իսրայելի հետախուզությունն աշխատում է ոչ միայն երկրի ներսում, այլև ակտիվ քայլեր է ձեռնարկում հենց Իրանի ներսում։ Թեհրանում կասեցվել է սիոնիստական ռեժիմի օպերատիվ բեռների տեղաշարժը։ Իրանի դեմ են գործում ոչ միայն հրեաները։ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին ապստամբության կոչ է արել ժողովրդին։ Այաթոլլահի ռեժիմը վերջին օրերն է ապրում։ Իսլամական հանրապետությունը տապալվում է։ Ժամանակն է վերադարձնել Իրանը։ Մի վախեցեք նրանից, թե ինչ է գալու հետո։ Մենք Իրանի ապագայի համար ծրագիր ունենք։ Իրանի վարչակազմի փոփոխությունը կարող է հանգեցնել քաոսի, զգուշացնում է Ֆրանսիայի նախագահը։ Մենք չենք ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա կամ բալիստիկ հրթիռներ, սակայն կարծում եմ, որ Իրանի ռեժիմը ռազմական ճանապարհով փոխելը ամենամեծ սխալը կլինի, որովհետև այն կհանգեցնի քաոսի։ Կա մեկը, որ կարծում է, թե 2003-ին Իրաքում, հաջորդ տասնամյակում էլ Լիբիայում տեղի ունեցածը հիանալի միտք է։ Իհարկե ոչ։ Արևմուտքում գրեթե բոլորը խաղաղության ու կայունության մասին են խոսում, իսկ Վաշինգտոնի համբերության բաժակը լցվում է։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ չեն հանդուրժի հրթիռային հարձակումներ քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա, Թեհրանին անհապաղ կապիտուլյացիայի կոչ անելով։ Ալի Խամենեին պատասխանել է Թրամփին, նշելով, որ իմաստուն մարդիկ, որոնք ճանաչում են Իրանը, նրա ժողովրդին ու պատմությունը, երբեք այս ազգի հետ չեն խոսում սպառնալիքի լեզվով, քանի որ իրանցիները հանձնվող չեն։ Հոգևոր առաջնորդի պնդմամբ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական միջամտություն հանգեցնելու է անդառնալի վնասների։ Ալի Խամենեին Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանացնելու Իսրայելից հնչող հայտարարությունների ֆոնին Թրամփը նույնպես բացահայտ սպառնում է Իրանի հոգևոր առաջնորդին։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իրենք հստակ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով իրենք առայժմ չեն պատրաստվում վերացնել նրան։ Թեպետ Միացյալ Նահանգների հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում։ Միացյալ Նահանգների նախագահը պնդել էր, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է ասել Գաբարդը, հավելելով, որ Իրանը շատ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կրկին պնդում է։ What we informed and what we reported. Մենք զեկուցել ենք, որ Իրանի միջուկային զենք ստեղծելու համակարգված ջանքերի վերաբերյալ ապացույց չկա։ BBC-ն հայտնում է, որ Դոնալդ Թրամփն այժմ քննարկում է Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին հարվածելու գործում Իսրայելին միանալու հարցը։ Իսրայելի գործողություններով հիացած են ոչ միայն Վաշինգտոնում, այլև Բերլինում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բոլորի փոխարեն Իսրայելն է կատարում կեղտոտ գործը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։